Զրուցում ենք ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուհի Գյուրեղյանի հետ։ Տիկին Գյուրեղյան, այս օրերի ընթացքում օրակարգը կարծես թե միայն լցված է Նիկոլ Փաշինյանի խոսույթի պահվածքի մասին լուրերով, մեկնաբանություններով, բոլորը քննարկում են, քննադատում են Նիկոլ Փաշինյանի պահվածքը, հոգեկան առողջությունը, ինչու՞ չէ, բայց արանքում շատ կարևոր հարցեր են դուրս մնում։ Օրինակ այն, որ հենց Նիկոլ Փաշինյանը շատ բաց հայտարարեց նոր տարածքների հանձնման մասին, ասելով, թե դա լինելու է սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում։ Կխնդրեմ ասեք, ինչ է անում ընդդիմությունը այս նոր տարածքների հանձնումը կանխելու համար։ Հենց ամբողջ խնդիրը նրանում է, որ այսպես խոսում ենք նրա հոգեկան խանգարումների, հոգեկան առողջության այդ խնդիրների մասին, բայց իրականում հիշում եք նա մի անգամ էլ այսպես ասած իրեն գժի տեղեր դրել ինչ որ հարցեր լուծելու համար մի քանի տարի առաջ։ Այս նույն կերպարի մեջ է ինքը մտել իր համար նախ այդ հոգեկան առողջության խնդիրներ ունենալով հանդես գալը նախ ձեռնտու է այն առումով, որ առաջին հերթին այո հանրության ուշադրությունը շեղում է հիմնական կարևոր հարցերից, որ նա պատրաստվում է լուծել, որովհետև ինչպես ինքը, այնպես նաև Ալիևը շատ լավ գիտի, որ այս իշխանությունը այլևս չի վերընտրվելու, այդ վերընտրվելու շանսեր չունի եւ նա Ալիևը հնարավորինս ամեն ինչ փորձում է ստանալ, քանի դեռ սրանք չեն հեռացել, իսկ դա նաև սահմանագծման սահմանազատման անվան տակ այլ տարածքներ ստանալը, նոր տարածքներ ստանալն է։ Մեկ, որը որ դա իր տված խոստումներից մեկն է եւ այլևս ժամանակ չունի խոստումները չկատարելու, Ալիևը նրանից պահանջում է։ Եվ հաջորդը իր այդ հոգեկան առողջության խնդիրների այդպես ցուցադրումը նաև երկրորդ նպատակ ունի ըստ ինձ։ Նա դրանով հանրությանը, այսպես ասած, զզվեցնում է, հանրությանը հիասթափեցնում է, որպեսզի մարդիկ չգնան ընտրության, որտեղ իր վերընտրվելու հավանականությունը կմեծանա, եթե մարդիկ չգնան ընտրության։ Ինքը միշտ շահել է չգնալու արդյունքում, միշտ ընտրվել է չգնալու արդյունքում։ Այնպես որ ոչ նա այդ հարիվի կարգավիճակում չի եւ ամեն ինչ ծրագրավորված է, այս խելագարի կարգավիճակը լրիվ հաշվարկված կարգավիճակ է։ Այս կերպարով հանդես գալով նա երկու կարևոր խնդիր է լուծում։ Առաջինը հանրության ուշադրությունը շեղում է նոր տարածքներ հանձնելու գործողություններից եւ հանրությանը բերում է այնպիսի մի վիճակի, որ մարդիկ զզվեն, չվստահեն եւ որոշեն այլևս չգնալ ընտրության, որի արդյունքում ինքը կվերընտրվի։ Իսկ ինչ է անում այս պահին ընդդիմությունը։ Ըստ էության մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկացած քայլի պատրաստ է եւ ամեն ինչ անում է իր վերընտրվելու համար։ Ընդդիմությունը ինչ է անում։ Ընդդիմությունը անում է այն, որ հանրության աչքերն է բացում եւ հանրությանը ներկայացնում է այդ ամենը, որպեսզի հանրությունը հանկարծ չխաբվի նորից չհավատա սրանց խոստումներին եւ հանկարծ այս իշխանությունները որևէ կերպ չվերընտրվեն, որովհետեւ իշխանությունը վերընտրվելու պարագայում, այս իշխանությունը վերընտրվելու պարագայում մենք շատ լուրջ խնդիրներ ունենք ինքնիշխանությունը ընդհանրապես կորցնելու եւ Հայաստանի Հանրապետություն պահելու հարցում։ Ամեն ինչ անում է, որ հանրությունը մասնակցի ընտրությանը եւ մերժի այս դավաճան իշխանություններին։ Եվ եւս մեկ հարց Տիկին Գյուրեղյան, այնուամենայնիվ այսօր ամբողջ պետական ռեսուրսը իրենց ձեռքում է եւ մենք նաեւ քաղաքապետի ամենավառ օրինակով տեսանք, որ նույնիսկ ձայներ չհավաքելով միևնույնն է իրենց մասնակցին իրենք կարողանում են անցկացնել։ Այս պարագայում, եթե նման բան լինի, որին հաջորդեն սահմանադրական փոփոխություններ, տարածքների հանձնում, որը պետք է լինի մեր քայլը, ընդդիմության, ժողովրդի, ովքեր համաձայն չեն, նրա հետ ինչ անում է Նիկոլ Փաշինյանը։ Առաջին քայլը, որը շատ կարևոր է եւ շատ մեծ ազդեցություն ունեցող եւ շատ հավանականություն ունեցող իրականացի մասնակցել ընտրությանը եւ մերժել օրվա իշխանություններին։ Այս իշխանությունները մինչ օրս ամեն ինչ արել են, որովհետև իրենք իսկապես ունեցել են սահմանադրական մեծամասնություն եւ իրենց քվեների այդ 70 եւ ավել տոկոսի հաշվին իրենք
բոլոր հնարավոր որոշումները սահմանադրական օրենքի կարգի մակարդակի բոլոր օրենքները կարողացել են փոխել։ Սա է խնդիրը, որ առանց այս իշխանություններին զրկելու իշխանությունից առաջին խնդիրը։ Մենք պետք է սրանց հեռացնենք իշխանությունից, սրանք պետք է հեռացնենք ընտրություններով եւ ընդամենը 2 շաբաթ է մնացել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ հանրությունը մասնակցի ընտրությանը եւ երբեք մեր մտքով հանգարց չանցկացնենք այն փաստը, որ սրանք վերընտրվելու են։ Մենք հավատում ենք մեր հավաքական ժողովրդի հավաքական այդ մտքին եւ համոզված ենք, որ այլևս մեր ժողովուրդը չի խաբվելու, այլևս մերժելու է, որովհետեւ սա ընտրություն է Հայաստան ունենալ չունենալու մասին, սա ընտրություն է հայկական ինքնիշխանապետություն ունենալու կամ թուրքական վիլայետ դառնալու մասին, սա ընտրություն է ի վերջո ազգայինի եւ թուրքամետության միջև։ Այնպես որ մենք այլ իրավունք չունենք, մենք պետք է պայքարենք ու անպայմանորեն ընտրություններով սրանց հեռացնենք իշխանություն։ Այս 2 շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի նաև այդ վախերը ունենալու, որ կարող է չվերընտրվի, իր վերջին հակահայ քայլերը անելու, այդ թվում նաև նոր տարածքների հանձնման համար ինչ որ մի բան ստորագրելու։ Գիտեք ինչ, ըստ էության նոր տարածքների համար նրա ստորագրությունը իրականության մեջ ցանկացած հետ եկած ազգային իշխանություն կարող է բողոքարկել, կարող է հետ կանչել, հասկանում եք, ամբողջ խնդիրը նրանում է, որ Ալիևն էլ է դա հասկանում եւ հենց Ալիևը դրա համար է հնարավորինս ամեն ինչ անում, որ սա վերընտրվի, որովհետեւ Ալիևը եւ նրա շրջապատը այդ մի նախադասություն են ասել, մենք չենք ուզում պայմանագիր կնքել Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, մենք ուզում ենք պայմանագիր կնքել հայ ժողովրդի հետ եւ դրա համար պետք է փոխել սահմանադրություն, հասկանում եք, այսինքն նոր ազգային պետական իշխանությունը, որ եկավ, նա լուրջ խնդիրներ ունի լուծելու եւ բանակցությունների սեղանին պետք է դրվել այդ բոլոր հակասահմանադրական ստորագրությունները եւ այլն։ Ալիևը դա շատ լավ հասկանում է եւ նա փորձում է ամեն ինչ վերջի պահի մինչեւ կորզել ստանալ սրանից, բայց չվերընտրվելու պարագայում այդ ամեն ինչը հետ վերադարձնելը անհնար չէ, շատ դժվար է լինելու, հեշտ չի լինելու, բայց անհնար չի, որովհետև կան միջազգային իրավունքներ, կան միջազգային բանակցություններ, կան միջազգային կազմակերպություններ, միջազգային դատարաններ եւ այնպես որ մենք ելի եմ կրկնում ամեն ինչ անելու ենք առաջին հերթին կանխելու սրա վերընտրությունը։ Եթե Աստված մի արածը մեր ժողովուրդը մեր հավաքական ընտրության արդյունքում նորից սրան վերընտրեց, այլևս խոսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին ավելորդ կլինի։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար։